Հա։ Արտակ, լսում ես ինձ։ Ես ինչ անեմ, որ ճիշտ ունի։ Արտակը լուրջ հիվանդահոս ինձ երկար չի դիմանա։ Ես պետքա բժիշկ կանչեմ, ուզի թե չէ։ Պետքա կանչեմ։ Մի օր էլ կարող է Աստված իմ մենակ էդ չէ։ Ես չեմ սպասի այդքան։ Պետքա մի բան մտածեմ։ Մամ, Աննա ջան, արթնացավ։ Հա։ Երկար քնեցիր։ Երեխեք իմ սենյակում քնած են, Աննա ջան։ Արդեն քնել են։ Ժամը 12-ն է։ Քանիսը։ 12-ը։ Զանգել են, չեմ լսել։ Ես զանգեցի Նարեկին։ Ասեց, որ նորություն չկա։ Չնայած ես նորություն պետք է լինի 2 օր անցել։ Հա, մամ, նման հարցերը 2 օրվա մեջ չեն լուծվում։ Տունը ցուրտ է։ Չէ, տաք է։ Բայց ինչ եմ մրսում։ Տաքություն ունես։ Չէ։ Տեսնեմ։ Չէ։ Կարող եմ մրսել ես։ Չգիտեմ, բայց լավ մրսում եմ։ Լավ եսա գնամ մի բան բերեմ քցի վրա, հա։ Չէ, մամ, պետք չի։ Ես ավելի լավ է գնամ քնեմ։ Նոր արթնացարանն է։ Հա, գիտեմ, բայց մի տեսակ թույլ եմ։ Համելքումն ստանում է։ Որովհետև ոչ մի բան չես ուտում։ Մամ, դու շատ լավ հասկանում ես, ես հիմա ինչ վիճակում եմ։ Ես հիմա ուղղակի ոչ մի բան չեմ կարող ուտել։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Վարդանը կողքից չի ու չգիտեմ էլ հիմա ինչ վիճակում է, ոնց է։ Ոնց ես պատկերացնում, ես ինձ պետքա լավ զգամ, հա։ Իհարկե չէ։ Հա, մեկ էլ խնդրում եմ։ Անընդհատ չասեք, որ ես պետքա ուժեղ լինեմ ու ես կարող եմ ամեն ինչ հաղթահարել։ Խնդրում եմ, մի ասեք այդ։ Հակառակը։ Ես շատ լավ տեսնում եմ դու ինչ վիճակում ես։ Բայց հաց չուտելով, չքնելով ավելի կթուլանաս, Աննա։ Դու հիմա ավելի ուժեղ պետքա լինես։ Հասկանում ես։ Աննա, Չնայած ճիշտ ես։ Աննա, բալես։ Ես գիտեմ հիմա քեզ համար շատ դժվար է։ Բայց դու լավ հիշի։ Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել։ Ես հանձնվել եմ, բայց դու չէ, դու պայքարել ես։ Դու միշտ պայքարել ես, որ պիտի հասնես քո նպատակներին։ Իսկ հիմա ուր է այդ Աննան։ Ուր է։ Ես եմ։ Դե ուրեմն բալես մի հանձնվի, պայքարի, առաջ գնա։ Չեմ հանձնվի, մամ ջան։ Լավ, գնամ բորկեմ մրսեցի։ Գնա։ Իմ աղջիկ, իմ արև։ Դե գնա։
Յան։ Ինչ ես եկել։ Ինչ։ Ինչ ես եկել։ Եկել եմ քեզ տենամ։ Հա բայց Եթե ուզում ես կարող եմ գնամ։ Պարզա։ մեկը մի օր բաժանվելու ենք, չէ՞։ Ոչ մեկ չգիտի վաղը ինչ է լինելու։ Յան, երեկվանից քեզ եմ զանգում։ Կարայր չէ հեռախոսը վերցնեիր, ասեիր, էլ ինձ մի անհանգստացրել։ Ես չէի անհանգստացնի։ Այսօր էլ չէի գա ստեղ։ Յան։ Յան, ես ինչ է։ Ես ինչ է եղել։ Երևի լսողության հետ լուրջ խնդիրներ ունես, հա։ Նորից եմ հարցնում, վիճում էիք։ Ոչ։ Այդ դեպքում ինչի համար է քո ագրեսիվ պահվածքը։ Ես։ Ագրեսիվ։ Հա։ Ինչ որ բան է պատահել։ Չէ, ուղղակի Նարեկը ուզում է, որ մնամ ձեր տանը, ես էլ ուզում եի տուն գնայի։ Այդքան բան։ Ուզում ես տուն գնալ, հա, փաստորեն։ Այսինքն այդ քեզանից չի, որ ուզում ես գնալ ձեր տուն։ Չհասկացա։ Աստված իմ, ես երբեք չէի պատկերացնում, որ Նարեկը կարող է այդքան միամիտ գտնվել։ Չեմ հասկանում, ինչ ես խոսում, Արևիկ։ Շատ լավ էլ հասկանում ես։ Գիտես, դու քեզ առնետի նման ես պահում ուղղակի։ Ինչ ես խոսում։ Հենց հասկացար, որ մի բան այնպես չի մեր ընտանիքում, ուզում ես առնետի նման փախնել, հա։ Տաքությունը իջնում է 15 րոպեով, հետո էլի բարձրանում է։ Ինչքան կարող եմ այնտեղ տալ։ Գնամ, թե մնամ, չգիտեմ ինչ անեմ։ Ոնց որ հանգիստ է արդեն։ Նարեկն է, կարող է եկել տանը չեմ ու զանգեմ նա, ավելի լավ է հետո կզանգեմ, կարող է Տիգրանի մասին նորություն կա։ Ալո։ Նարեկ։ Ոնց ես։ Լավ դու։ Նորմալ։ Գնում եմ պապայի փաստաբանի հետ խոսամ։ Նորություն չկա։ Անի հետո վա։ Անի ինչ է եղել։